Էլեն, ես էլ արդեն ուզում էի գայի դասարան։ Ուշացա։ Այս ինչ ես մենակ։ Էլ ոչ ոք չի գալու։ Մենակ ես փորձ անելու։ Բայց ով ասեց, որ այսօր փորձ կա։ Արի։ Ինչ ես անում։ Արի հետս։ Ինձ թվում է սա ամենաճիշտ վայրն է նրա համար, ինչ պատրաստվում եմ անել։ Էլեն, ինչ ես մտածում։ Մի տեսակ տարօրինակ ես։ Հա? Կարծում ես տարօրինակ եմ։ Տենց մինայի տարօրինակ չեմ։ Ուղղակի մտածում եմ, որ ամեն ներկայացում իր կուլմինացիան պետք է ունենա։ Չէ՞։ Ինչ ներկայացում։ Հա, ես գիտեմ, որ շատ երկար ես ինձնից ես խոսքերին սպասել, Մաքս։ Գիտես, ես պատրաստ եմ քո հետ անկեղծ լինել։ Դե ուրիշ բան է եղել։ Ես արդեն չեմ կարող հասկանում քեզ։ Դու հաղթեցիր։ Ինչը հաղթեցի։ Կրազդ։ Կրազդ հաղթեցիր, Մաքս։ Ռոբ։ Դուրս արի։ Ռոբ, ինչ։ Ասում եմ դուրս արի։ Դու ուզում ես ինձ սպանի, Մաքս։ Ռոբ, շուտ մտածեիր այդ մասին, հիմա արդեն շատ ուշ։ Դուրս արի։ Էլեն, ինչ Ռոբ։ Ռոբը ինչ կապ ունի։ Շատ սիրում ներկայացում։ Բայց ներկայացումները բեմի վրա են խաղում, Մաքս, ոչ թե իրական կյանքում։ Դու դա հասկանում ես։ Էլեն, դու ինչ-որ բան ես իմացել։ Բայց դերիվ չգիտես ինչ ա եղել։ Արի գնանք, ես քեզ ամեն ինչ կպատմեմ, ամեն ինչ կբացատրեմ, Էլեն։ Ես այս ներկայացումը պաշտոնապես հայտարարում եմ ավարտված, վերջ։ Էլեն, ես քեզ սիրում եմ, ես քեզ չեմ խաբել։ Մի խոսա էլի, մի շարունակի գոնե։ Եսա ներկայացմանդ գլխավոր հերոսներից մեկը կգաբեմ։ Ռոբ, Մարիամիկ։ Այլ եսի քեզ ինչ եմ ասում։ Եսի քո վերջի մատությունն է, Ռոբ, լսում ես վերջի մատությունն էր։ Մաքս, երդվում եմ, ես տեղյակ չէ, ես չգիտեմ ինչի համար է այստեղ։ Դուք մնացեք։ Գոնե կյանքում միակ անգամ մարդ եղեք իմ ներկայությամբ սենց բաներ մի խոսացեք։ Էլեն, արի գնանք ստեից, Էլեն։ Մի
Թող որ մեր այս sense վարվեն արի գնանք, ես քեզ ամեն ինչ կբացատրեմ, արի գնանք։ Բաց տա։ Միջ վերջին վարկյանը փորձել եմ չհավատալ։ Միջ վերջին վարկյանը չեմ ուզեցել քո մասին ինձ բանից։ Հելեն, ես կապացուցեմ, որ քո այդ դրիվ անկեղծ եմ եղել։ Գիտես ինչ։ Հիմա ամենակարևորը այն է, որ գրազդ հաղթեցիր։ Հաղթեցիր Ռոբին, ապրես, ինչ ես ուզում են ինձանից։ Հելեն, ես ոչ հաղթել եմ, ոչ է պարտվել եմ։ Որտեւ այդ գրազի համար վաղուց արդեն նշանակություն չունի, լսում ես։ Սուս մնա, մի շարունակի, մի ասա չեմ ուզում լսեմ, ոչինչ բան չեմ ուզում հասկանա։ Դու չես հասկանում, որ քո ասած ամեն մի բառը, որը հաստատում այս սուտը ավելի է ինձ սպանում։ Գիտես ինչ։ Գնա, ազատ մարդ ես։ Գնա։ Գնա հաջորդ զոհիդ փնտրի։ Իզան ես տեսնեմ հաջորդ նովա լինելու։ Գնա մանարի ժամանակ մի կորցր։ Սպասի մի րոպե։ Մարիամ, ինձ խնդրում եմ, ուզում եմ գնամ, արի գնանք։ Հա, բայց չթողեցիր գոնե նորմալ բացատրել։ Հա, որովհետև ինչ էլ բացատրեր, պետք է նոր ստեր փչեր չեմ ուզում։ Արի գնանք։ Կարա իմանամ ինչ է եղել։ Գնաց Մայրամիկը դրա հետ։ Դրապես ինչ գործ ունի Ռոբի հետ։ Կարող է գնացել են իրար հետ քիմիա պարապել։ Ասում են Ռոբը ուզում է թղթերը բժշկական տա։ Չէ, մի չգնացին շախմատ խաղալու։ Շախմատ։ Զա ինչ ես ծիծաղում դու։ Հենց ուղղակի կյանքում ես չեմ տեսել, որ դու սենց Ջենին խանդես։ Իսի խանդ չի զա։ Ուղղակի չեմ ուզում, որ Մայրամիկը Ռոբի հետ գործ ունենա։ Ռոբի այդ մարդը չի։ Հա, լավ, թեթև տա։ Ճիշտ է, Մայրամիկը միամիտ է, բայց հիմար չի։ Ինքը շատ լավ գիտի ինչ անում։ Զորի, Մայրամիկ ինչ ես տեսել։ Քո ինչ չինա պետք արա։ Չհասկացա, քեզ ինչ եղավ։ Հեսա կասեմ ինձ ինչ եղավ, արա։ Վայ, մի րոպե հանգստացի Զորի։ Չէ, Մայրամիկը ստեղ չի, դասարանից դուրս եկե չենք տեսել, չգիտենք։ Խանֆոր։ Մայրամիկը սկսել է բոլորի դուրը արդեն շատ գալ։ Վայ, դե Զորի, Մայրամը շատ է փոխվել։ Էն առաջվանը չի։ Ինքը բացի բարի, խելացի ու ազնիվ լինելուց հիմա նաև շատ սիրուն ու խնամված է։ Այսինքն նորմալ տղու երազանք է։ Ու այս են դեպքն է, որ ոչ թե 2 երնեկա միտեղ, այլ մի 5, 6, 7, 8 երնեկա միտեղ։ Այդ ամեն ինչը սուտ է։ Եթե բոլորը սպասում են, որ Մայրամիկը սիրուն անա, սիրուն մազերը սարքի, սիրուն շորեր հագնի, ուրեմն այդ ամեն ինչը սուտ է։ Մայրամիկը խելացի աղջիկ է, այդ ամեն ինչի կզգում է։ Էխ, բրածիկ։ Դու լուրջ սիրահարվել ես։ Ինչ անեմ քո համար ասա։ Գնա Մայրամիկից ներողություն խնդրեմ իմ արածի համար, որ քեզ դիպել եմ տենց բան անես։ Գնա։ Չէ, իզա ոչ մի բան պետք չի։ Բացի նրանից, որ Մայրամը նեղացած է ինձանից, ինքը ուղղակի ինձ չի սիրում։ Չի սիրում։ Չես խոսում։ Հա, իզա, ինչ որ լսեցիր։ Ինքն է ինձ ասել, որ չի սիրում։ Ու դու հավատացել ես։ Լսի, երբ որ ես քեզ ասում եի գնամ Մայրամի հետ շփվի, որ ինչ-որ բաներ իմանաս, ես դա պատահական չեմ ասել։ Այսինքն։ Այսինքն ես շատ լավ գիտեի, որ Մայրամը քեզ հավանում է ու վստահ է, որ քեզ ամեն ինչ կպատմի։ Ուրեմն իմացի, որ սխալ ես իմացել, Իզա։ Հա, ես սխալ եմ իմացել։ Լավ, դու ո՞նց չես հասկանում, Զորի։ Խնդրում եմ, հանգստացի։ Ինչ է եղել։ Ոչ մի բան էլ չի եղել։
Ոնց ոչ մի բան չի եղել, այսի ոչ մի բանի բան, ինչ է եղել։ Բայց Զորի ասում եմ ոչ մի բան չի եղել, կլինի հարցեր չտաս։ Զորի, իսկ Լևոնը։ Լևոնը շուտ է գնացել։ Հա, վայ, ճիշտ է։ Գոնե հիմա այստեղ լիներ։ Ինչի համար, բայց ինչ է եղել։ Չէ։ Լևոնը չպետք է իմանա։ Էլեն, բայց Մարամիկ, ինչ բայց։ Չեմ ուզում Լևոնը զանգի, չեմ ուզում հանդիպենք ոչ մեկի հետ, չեմ ուզում խոսել այս թեմայով։ Մեկ բացատրեք երկուսդ ինչ է կատարվում, արդեն գժված էր ձեռը։ Ես չեմ կարող այս դասը նստել։ Էլեն, 2 ժամ է մնացել, ավելի լավ է ես գցեմ։ սպասի գալիս։ Այս ինչ է։ Դու բան գիտես։ Իսկ ինչի է ես թվում, որ դու գիտես իզը։ Այ ասեցի ոչ մի բան չգիտեմ, կլինի ինչ շատ հարցեր չտաս։ Սյուզ, ինչ կա մաման եկել է իր մոտ, Չէ, չի եկել։ ոնց չի էլ զանգել։ Չի էլ զանգել։ Այ քեզ բան։ Սյուզ, որ խնդրեմ մի հատ կզանգես նախարարություն, հարցնես այսօր այնտեղ ինչ-որ ժողով կամ ինչ-որ հավաք տենց մի բան եղել է։ Լիզում զանգեմ, հո նախարար ինչում զանգելու հարցնեմ։ Բնականաբար նախարարին նկատի չունեմ, նկատի ունեմ, ասենք քարտուղարում։ Լավ, սպասի։ Ալո, Ձինջան, բարև, ոնց ես։ Լսի այսօր ձեր մոտ ինչ-որ խորհրդակցություն ժողով կամ որևէ միջոցառում եղել, հա։ Իսկ տեղյակ ես առավոտն եղել, հա, թե չէ։ Դե հա, գիտեմ, որ այդ քո բաժինը չի։ Լավ, մերսի շատ։ Ինչ է ասում։ Հիմա հաստատ ոչ մի բան չկա, բայց առավոտ եղել է թե չի եղել, տեղյակ չի կարող ասի։ Չէ, բայց եթե առավոտյանը եղած լիներ, բնականաբար արդեն պետք է եկած լիներ, չէ։ Դե հա, հաստատ։ Բարև, ոնց ես։ Լավ, ոնց է շուտ եկար։ Այս օրերին սենց է։ Ես մի հատ գնամ տեսնեմ ինչ կպատրաստեմ, հետո տեղ կխմես։ Չէ, սպասի։ Ինչ։ Ծաղիկները չնկատեցիր։ Հա, իսկապես։ Այս որտեղից։ Քոնն։ Մերսի։ Բա ոնց ես բերել։ Զանգեցի տղերքից մեկը բերեց։ Պարզա։ Դուրդ չեն գալիս։ Ճիշտն ասած չգիտեմ։ Ես արդեն վաղուց չգիտեմ ինձ ծաղիկները դուր գալիս են, թե չէ։ Ամեն ինչից դժգոհ ես։ Չէ։ Ուղղակի անսովոր է, որ ընկերոջդ զանգել ես ծաղիկներ ես ուզել, ոչ թե խմելու բան։ Չզարմացավ։ Զարմացավ։ Հենց մտավ ներս ինձ տեսավ ես վիճակում, ասաց պարզ է, որ գլուխը շատ ուժեղ ես խփել։ Երևի ճշմարտություն կա իր ասածի մեջ։ Ինա դու ես անում։ Ինձ պահում ես, խնամում ես, որ հետո վրեժ լուծես։ Գիտես, ինձ թվում է, եթե ես քեզ չխնամեի, ավելի լավ վրեժ կլուծեի։ Բայց ցավոք սրտի մտքիս նման բան չկա։ Ես ընդհանրապես ուզում եմ, որ դու ապակինվես։ Մոտ կգաս։ Մոտ արի մի հատ բարձր դուր։ Չփորձես հետս խաղաս։ Ես ոնց որ կարճ տվեց, հա։ Հին Աշոտը հետ է գալիս։ Հետ դու ես իրան հետ բերում։
Քո պահվածքով ու վերաբերմունքով։ Բաց թող ձեռքս։ Ասեցի բաց թող։ Ես թույլ չեմ տա, որ դու իմ հետ նման ձևով վարվես, հասկացար։ Ես ուզում եմ, որ դու ինձ լսես։ Երբ ես ուզում եմ խոսամ, դու թողում ու դուրս ես գալիս։ Որովհետև չեմ հավատում քեզ։ Արի նորից սկսենք, ես կփոխվեմ, ամեն ինչ լավ կլինի։ Չեմ հավատում քեզ, Աշոտ։ Որովհետև չես ուզում հավատաս։ Հա, չեմ ուզում հավատամ, չեմ ուզում։ Հա, ուրիշը կա խոսա։ Հա, կա Աշոտ, կա։ Ո՞վ է։ Այն ֆիզրուկն է, հա։ Աշոտ, ես ավելի ուշ էի ուզում խոսենք այս մասին, բայց ոնց հասկանում եմ, արդեն ժամանակն է։ Ես ամուսնալուծության դիմում եմ գրել։ Մնում է ստորագրենք։ Չես համբերում, հա։ Չեմ համբերում։ Ուղղակի այն ժամանակ, որ դու չկայիր, որոշեցի ազատ ժամանակս ճիշտ օգտագործեմ։ Ու ոչ ոք կապ չունի։ Ես չեմ ուզում, որ դու ինչ-որ մեկին մեղադրես։ Ես ոչ մեկին չեմ մեղադրի։ Ես ուղղակի չեմ ստորագրի այդ թղթերի տակ։ Աշոտ, ինչի համար, կասես հասկանամ, ինչի դա պետք է ամեն ինչը շարունակելը։ Ուրեմն ինձ լսի։ Դու կամ այրիկը դառնաս, կամ դիակ։ Ուրիշ տարբերակ չկա։ Ու իշի։ Ես վիճակս հավերժ չի։ Ինձ մի սպառնա, ես քեզանից չեմ վախենում։ Լավ կանես վախենաս, դու էլ այդ ֆիզրուկդ էլ։ Աշոտ, Արամը կապ չունի իմ որոշման հետ։ Չես հասկանում, ես շատ ավելի շուտ էի գրել այդ դիմումը։ Ինչի՞ց շուտ։ Քո հետ եմ, Սոնա։ Ինչի՞ց շուտ։ Հետ արի ասում եմ։ Հետ արի, Սոնա։ Հետ արի ասում եմ։ Պատուհանն էլ փագեն, երթիկով եմ մտնելու, կտենաս։ Այ աստված ես ինչ են անում ես երեխեք։ Լևոն, վերջ, ես ու դու պետք է շատ լուրջ խոսենք։ Էլ երեխա չեք, հարցը ձեր ճակատագրին ա վերաբերում, շատ լուրջ մեծավարի պետք է խոսենք իրար հետ։ Ապապի խոսանք, բայց ինչ ես սենց անանգիստ։ Բան է եղել, որ ես չգիտեմ։ Լևոն, մի քանի օր առաջ Սարայի հայրը Ես եկել ես, Լև։ Հա, ինձ թվաց տանը չես։ Չէ, պարկած էի։ Ձենդ լսեցի եկա։ Դաս ես եղե։ Հա, ինչի։ Հեչ։ Դավիթ, ինչ ես մի տեսակ։ Դավո։ Լիզան եկել էր։ Ինչ ես բերան էդ բաց է։ Հեչ։ Հա, եկել էր։ Լավ էր։ Էդ տուն չի չես զանգում հարցնես, որ Լևոնից ես հետաքրքրվում։ Զանգում եմ չի պատասխանում, պապի։ Էլի զանգի։ Էլ չեմ զանգի։ Ապարտություն ես խաղում։ Չէ։ Ուղղակի լավ, հեչ։ Բան է եղել։ Նեղացել է ինձանից։
Ինչի՞։ Ինչի՞։ Ինչ ես արել որ։ Լուրջ բան է եղել Դավո։ Մամ! Մամա! Չհասկացա։ Աստորեն տուն էլ չի եկել, հա? Բա ուր ա գնացել, հա? Մամ! Ոչ մի բան, ոչ մի լավ բան։ Յոր այդ տղեն տուն գա առանց որից է խնդրի մեջ ընկնելու։ Չգիտեմ։ Ես արդեն չգիտեմ ինչ մտածեմ, ես էլ չեմ դիմանում սենց Արթուր։ Դե լավ, հանգստացի։ Ալո, իսա քո արածը քո դուրն եկավ։ Ինչ է եղել։ Ու ինչ ես ինձ զանգում։ Բա որ Զորին տեսներ։ Ես արդեն կորցնելու ոչ մի բան չունեմ։ Իմ համար լրի մեկ է ինձ Մաքսը կսպանի թե Զորին։ Ինչ ես այդպես ասում։ Էդ Էլենչոն սաղից շախ եւ մատ արեց։ Ասեմ իմանաս Իզա։ Ինչ է եղել։ Ես տեսա որ ինչ որ բան է եղել ու ոնց հասկացա Մաքսի հետ է խոսացել։ Իզա շատ թույլ ֆանտազիա ունես, գիտես, շատ թույլ։ Վերջապես կասես ինչ է եղել, վայ։ Դու դպրոցում ես։ Դպրոցում։ Ինչ դպրոց։ Ես դպրոցից հազիվ եմ փախել, որ այն Մաքսը ինձ չսպանի, հիմա ինձ է ման գալի։ Կբացատրես վերջապես։ Մայրամ ինչի կանչեց քեզ իր հետ։ Ես սաղ Էլենչոնա կազմակերպել։ Մայրամիկը ինձ կանչեց դպրոցի դահլիճ, մենք լրիվ ուրիշ մուտքով մտանք։ Հետո։ Հետո է որ մենք հայտնվեցինք այդ վարակույրների հետևում։ Կուլիսներում։ Լսի հիմա քո հետ ամեն ինչ պետք է կոնկրետ տերմիններով խոսամ, հա, տենց ինչ որ տեղ։ Հետո։ Էլ ինչ հետո։ Մենք էլ լսեմ են Էլենը Մաքսին սեր ա խոստովանում։ Ու հատուկ նենց ասում, որ ես լսեմ, դու հասկանում ես այդ ինչ է նշանակում։ Չէի սպասում։ Ոչ մեկս չէինք սպասում։ Էլենը Մաքսին ասաց, որ Մաքսը այդ գրազը կրել է, ու ասաց, որ ամեն ինչ վերջացած է։ Բայց այդ վերջանալուց հետո էլ նենց արեց, որ Մաքսը այդ գրազը կրի։ Էլենը մենակ մի քայլով ոչնչացրել է Մաքսին։ Մենակ Մաքսին։ Ինձ էլ հետը։ Հեսա Մաքսը ինձ կսպանի, ինքն էլ կգնա կնստի, ու դառավ երկուսիս էլ ոչնչացրեց։ Վայ, ինչ ես հիմար խոսում։ Ոնց չես հասկանում, որ Էլենը դա արել է Մաքսին հոգեպես տորացնելու համար։ Էլենան ինձ արել, որ Մաքսը իրան ոչնչություն զգա։ Լսի, իմ համար լրի մեկը Մաքսը իրան ոնց է զգում։ Դու մի բան հասկացի, որ մենք երկուսս էլ քաշված ենք։ Այդ Մաքսը մեզ հանգիստ չի թողնելու։ Ես չեմ վախենում։ Երանի քեզ էլի։ Չնայած դու քո թիկունքին կանգնած աղբեր ունես, խի բի վախենաս։ Մաքսն էլ քո առաջ մեղավոր է։ Բա ես։ Քո առաջ մեղավոր չի։ Քո առաջ էլ է մեղավոր։ Հայդեպ, եթե ցանկանաս, կարես պատասխանը տաս։ Հա, բայց ստացվում է, որ Մաքսը գրազը կրել է։ Ինքը ինչ ուզենա, ես պետք է անեմ։ Մի ցանկություն ունենալու ու ես ստիպված եմ այդ անեմ։ Եթե ինքը այդ գրազը չկրի, կարա դաժե նենց բան ասի, որ ես սաղ կյանք հայտարար կլնեմ, հասկանում ես։ Այդ արդեն քո խնդիրն է, Ռոբ։ Իզա, այս ամեն ինչի մեջով մենք երկուսով ենք անցել, ո՞նց է մենակ իմ խնդիրը, հա։ Հենց տենց։ Հա մենք սա երկուսով ենք արել, բայց մենք երբեք ընկերներ չենք եղել։ Ոչ էլ համախոհներ։ Մենք ամեն մեկս մեր պատճառներն ենք ունեցել սա անելու համար։ Ու հետևանքների տակից էլ պետք է ամեն մեկս առանձին դուրս գանք։ Տենց, հա։ Ինչի՞։ Մտածում էր պետք է գամ դարդեր դեր։ Քեզ սիրում եմ, Մաքս։ Շատ սիրում ներկայացումներ։ Բայց ներկայացումները բեմի վրա են խաղում, Մաքս, ոչ թե իրական կյանքում։ Դու դա հասկանում ես։
Էլեն դու ինչ-որ բան ես իմացել։ Բայց դերիվ չգիտես ինչ ա եղել։ Արի գնանք ես քեզ ամեն ինչ կպատմեմ, ամեն ինչ կբացատրեմ Էլեն։ Ես այս ներկայացումը պաշտոնապես հայտարարում եմ ավարտված։ Վերջ։ Էլեն ես քեզ սիրում եմ։ Մի ժամանակ ինձ թվում էր ամեն ինչ կտայից։ Էլեն, ասում եմ արի այսօր գնանք մեր տանը մնա, հա? Չէ, մար, ուզում եմ տուն գնեմ հիմա։ Քո տուն? Մաքսենց։ Վստահ ես? Ես քեզ կզանգեմ, էլի։ Դու գիտես, որ ժամն էլ լինի, կարող ես զանգել։ Մարիամիկ, ապրես։ Ամեն ինչի համար ապրես։ Նրա համար, որ վերջին ամիսների ընթացքում միակն ես եղել, ով կողքիս ա եղել, չի խաբել, չի դավաճանել, երես չի թեքել։ Գիժես, դու գիտես, որ ես միշտ էլ քո կողքին եմ, այնպես որ չտխրես հիմա, ու չհուզվես, ամեն ինչ լավ կլինի։ Գնանք էլի։
Էլեն։ Էլեն։ Ժամանակետ չէ։ Լիզա, ես ընդհանրապես չեմ հասկանում, դու ինչ ես որոշում, ինչ ես որոշելու, ինչ պլաններ ունես, ինչ ցանկություններ։ Ինչ պլան, ինչ ես խոսում։ Դե շատ հնարավոր է, որ ես շատ շուտով մենակ մնամ։